Ուժեղ Հայաստան դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը կտրականապես հերքում է իր Ռուսաստանի քաղաքացի լինելու մասին շրջանառվող տեղեկությունները, պնդելով, որ ունի միայն Հայաստանի քաղաքացիություն։ Նա հայտարարել է, որ իշխող թիմը միտումնավոր ֆեյք լուրեր է տարածում ժողովրդի ուշադրությունը Նիկոլ Փաշինյանի գործողություններից շեղելու համար։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից պարզաբանել են, որ իրենք թեկնածուին գրանցել են ՆԳՆ-ից ստացված պաշտոնական տեղեկանքի հիման վրա եւ տվյալների իսկությունը ստուգող մարմին չեն։ Այս ամենը հաջորդել է ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հրապարակած փաստաթղթին, որն իբր վկայում էր Կարապետյանի Ռուսաստանի Դաշնության քաղաքացիության մասին։ Հիշեցնենք, որ այս հայտարարությունների ֆոնին քննչական կոմիտեն արդեն քրեական վարույթ է նախաձեռնել, պնդելով, որ Նարեկ Կարապետյանը դիտավորությամբ թաքցրել է օտարերկրյա քաղաքացիություն ունենալու փաստը։ Բեկերի օրեր 3 նախ իմ ազնագրի հետ կապված, հետո Սամվել Կարապետյանի իբր պետական համակարգում աշխատանք ունենալու հետ կապված Ռուսաստանի բոլոր այն մարդիկ, ովքեր Սամվել Կարապետյանի մասին այդ ֆեյք տվյալը տարածեցին իրենց անունից, նրանց դեմ հայցադիմում են ներկայացվելու դատական, բայց իրենց պես չէ, որ մարդկանց տանեն ձերբակալեն, այլ ուրիշ բանի համար, որպեսզի նրանք վճարեն իրենց ստերի համար, բայց իսկ վճարը գնալու է գիտեք ուր, գնալու է Սևանի հոգեբուժարան։ Այնտեղ մենք կվերանորոգենք հոգեբուժարանի սենյակները եւ նաեւ ծրագիր կունենանք, որ ով ունի հոգեկան խնդիրներ, անվճար տեղեր տրամադրվեն այդ մարդկանց, որպեսզի անհավասարակշիռ վարքագծով հասարակության մեջ մարդկանց չվախեցնեն եւ նրանց պաշտոն չտրվի։ Լոռիում ընտրողների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայ-ռուսական հարաբերությունները բնութագրել է շատ ջերմ ու բարեկամական, ընդգծելով ՌԴ նախագահի հետ իր սերտ անձնական կապը։ Նա հայտնել է, որ 2018 թվականից ի վեր Վլադիմիր Պուտինի հետ ունեցել է ավելի քան 200 հեռախոսազրույց եւ շեշտել է, որ Ռուսաստանը գերտերություն է, որին պետք է վերաբերվել հարգանքով ու ակնածանքով։ Վարչապետի թեկնածուն վստահեցրել է, որ Մոսկվայի հետ հարաբերություններում կտրուկ քայլեր չեն լինելու, սակայն միևնույն ժամանակ չեն կարող Հայաստանի շահերը ստորադասել Ռուսաստանի շահերին։ Ամենայն հարգանքով վերաբերվում ենք Ռուսաստանի շահերին, ամենաբարձր ձևով, բայց կներեք, մենք չենք կարող Ռուսաստանի շահին ավելի բարձր վերաբերվել, քան մեր շահերին, հասկանում եք, քան Հայաստանի Հանրապետության շահերին, եւ սա լեգիտիմ դիրքորոշում է, եւ մենք հետևում ենք եւ գնալու ենք Հայաստանի շահերին, եւ մենք հակասության եւ հակադրության, էլ չեմ ասում լեզվակռվի, բանավեճի մեջ չենք մտնելու Ռուսաստանի մեր գործընկերների հետ, բարձր մակարդակի երկխոսությունը շարունակվելու է։